իմ ստեղծագործելու մոդելը պլանավորված պատահականությունն է։ Մենք վերադարձանք եւ հենց այս տողերով եւ ինչպես նշեցին մեր գործընկերները, սեպտեմբերի 30-ին 19:00 Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնում տեղի կունենա Էդիկ Պողոսյանի 30 տարվա ստեղծագործական ճանապարհի ամփոփում, ներկատարյալ խորագրով, որտեղ կներկայացվեն հեղինակի ստեղծագործական ուղու ընտրանին։ Այսօրվա մեր հյուրն է գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, Նյումեգի գլխավոր դիզայներ Էդիկ Պողոսյանը։ Լույս առավոտի։ Բարի օր։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կպատմեք խորագրի մասին, ինչ է սպասվում, ինչ ակնկալիքներ ունենան մարդիկ։ Տեսեք, գաղափարը եկավ այն ժամանակ, երբ որ իմացա նույնիսկ իմ մոտ ընկերները, չգիտեն ես ինչով եմ զբաղվել այսքան տարի, որովհետև ես աշխատել եմ Իրանում, ծնվել եմ այնտեղ, աշխատել եմ Իրանում, նոր հետո տեղափոխվել եմ Հայաստան եւ այստեղ եմ սկսել աշխատել ու հասկացա, որ պետք է ամփոփիչ մի հատ ցուցահանդես ունենամ, ներկայացնել իմ գրաֆիկ դիզայնի աշխատանքները։ Մանավանդ քիչ ժամանակ չէ, մոտ 18 տարի արդեն։ Այո, արդեն 18 տարի բնիկ եք։ Այո, 18 տարի է արդեն ես Հայաստանում եմ, տենց փոքր քայլերով անցա առաջ եւ հիմա արդեն համագործակցում եմ շատ հեղինակավոր ընկերությունների հետ, Նյումեգը, Թումոյում եմ հիմա աշխատում որպես մասնագետ դասընթացավար, պատրաստում ենք դասընթացավարներ, նոր կադրերի, այսպես ասած, ձեզանից հետո սովորաբար խանդով են մասնագետները մոտենում, երբ համալսարանական բուհական միջավայրն է նայում, մի տեսակ լավագույն մասնագետներ իրենցից հետո կադրեր չեն ուզում թողնեն։ Ուզում եք ասեք, լավ, բայց լավից հետո հիմա հրաշալի նախաձեռնություն է։ Այո, այդ ամփոփելու գաղափարների մեջ նաև դա էր, որ ինչ որ միտեղ ես հասնում, որ արդեն եթե չես տալիս, ոնց որ լճանում ես, դա ամփոփել չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ հաշվետու ցուցահանդես է լինելու, նաև այդ փուլից հետո որոշում ես, որ լավ կլինի, որ կրթես ապագա սերունդներին եւ փոխանցես այդ մասնագիտությունը մի հատ դադարվի մեջդ, տեսնես ուրիշների հայացքով, տեսնես քեզ, արդյոք ինչքան ես հաջողվել, ինչքան չես հաջողվել։ Մի խոսքով, խորագիրը եկավ անգլերեն present perfect ժամանակաձևից, որը գիտեք անցածը կապում է ներկայի հետ, այսպես ես ցուցահանդեսով նաև ներկայացնում եմ, թե որտեղից եմ սկսել 95 թվին եւ հիմա ուր եմ հասել եւ այդ որոնումներս, փոփոխությունները, ոճային փոփոխությունները, հետաքրքրասիրություններս նաև ներկայացնում եմ շատ խիտ, բայց միևնույն ժամանակ բազմաշերտ ցուցահանդեսով։ Աշխարհը արագ է փոփոխվում, ձեր մասնագիտության մեջ որքանով է հաջողվում մնալ ռեալ ժամանակի մեջ, հետ չընկնել շատ առաջ անցնելը բնական է արվեստագի լավագույն արվեստագետի բանն է, բայց հետ ընկնելն է այստեղ խնդիր։ Այս պահի դրությամբ է մի քիչ դժվարանում, նոր գործիքներ, արհեստական բանականություն եւ այլն։ Կիրառում եք ձեր մասնագիտությունը։ Ես ինքս անձամբ շատ հազվադեպ, բայց այնուամենայնիվ Թումոն նաեւ որդեգրել է այդ ուղին, որ բոլոր ոլորտներում նաև կիրառեն AI-ը, արհեստական բանականությունը, այնուամենայնիվ պետք է գիտելիքը ունենալ, որովհետև ես հիշում եմ այն ժամանակ Photoshop-ը, որ նոր էր սկսվել, ուներ ֆիլտրներ, որ ով հզոր համակարգիչ ուներ, դա ֆիլտրներ օգտագործում, հետո հասկացան, չէ, դա պետք է ուրիշ ձև օգտագործել։ Ինձ թվում է արհեստական բանականությունն էլ նաև նույնը կլինի, ժամանակի ընթացքում մենք կհասկանանք ոնց իրան դարձնել մեզ համար գործիք, որը մեր գործը ավելի լավ լինի։ Բնականաբար պետք է միշտ արդիական լինել, միշտ տեղեկացված լինել, ես ինքս փորձում եմ միշտ կապ ունենալ աշխարհի բոլոր զարգացումներին, հատկապես որ գրահրատարակչական եւ պոստեր դիզայնի մեջ եմ ես շատ խորացված, հատկապես այդ երկու ոլորտը շատ եմ հետևում։ Ձեր այս ցուցադրությունը ինչքով է առանձնանալու, ինչով է տարբերվելու, ինչն է նոր խոսքը։ Տեսեք, քանի որ ամփոփիչ ցուցահանդես է, նոր խոսք չի, զուտ, ինչպես ասեցի, ամփոփիչ կամ հաշվետու ցուցահանդես է լինելու,
Նրանով է չեմ ասի նոր, բայց այս պահին եզակի, որ Հայաստանում շատ հաճախ չի լինում գրաֆիկ դիզայնի, մաքուր գրաֆիկ դիզայնի ցուցահանդեսներ։ Լինում են արվեստային, լինում են լուսանկարչական ցուցահանդեսներ, բայց հենց գրաֆիկ դիզայնի շատ քիչ է լինում։ Այս վերջերը բարեբախտաբար եղել են ավելի տարածված է նաև որոշ կուրատորներ են պոստերների ցուցահանդեսներ արել եւ այլն, այդ առումով լավ է եւ մյուս առումով ինձ համար արխիվացման մեթոդ էր։ Հա, իսկապես հետաքրքիր էր 30 տարիներ, դա տևական ժամանակ է եւ ինչ զգացողություն է լինում, երբ որ տեսնում եք մեկնարկային կետից մինչ այսօր ինչ ճանապարհ է կանցել։ Շատ հետաքրքիր էր տեսնել այդ ամեն ինչը կողքի, հասկանալ, ինքդ հասկանալ թե ինչ ուղղությամբ է անցել, հիշես, ջղայնանաս, որ ինչու մինչև այս արխիվները ավելի շուտ-շուտ չես թարմացրել, որովհետև որոշ ֆայլեր արդեն չեն բացվում, չգիտեմ, ծրագիրը չկա կամ CD-ն չի բացվում եւ այլն, որովհետեւ Հասարակ բավականին նաեւ նյարդայնացել ավակ սերնդից եմ ու ավելի դասական ֆորմատներով եմ ես արխիվացրել, չգիտեմ, DVD-ներով, CD-ներով։ Հետաքրքիր process էր եւ շատ բարդ։ Նաեւ այս գաղափարի մյուս ակունքը Հայաստանի գրաֆիկ դիզայնի պատմության բացակայություններ ինձ համար, այդ արխիվացումը։ Այս տարիներ առաջ բավականին պահանջված չէր այդ մասնագիտությունը։ Այժմ է շատ պահանջված, շատ են մասնագետները։ Հետևաբար նաև ձեր ուսերին է արխիվացումը։ Ավելի շատ ոչ թե պահանջված չէր, այլ չէին գիտակցում, որ գրաֆիկ դիզայները ինչ կարևորություն կարող է ունենա որևէ հիմնարկի համար, որևէ միջոցառման համար։ Այսինքն վիզուալի կարևորությունը զուտ այնքան որ մի հատ վիզուալ ունենանք, բայց հիմա արդեն որակի վրա են ուշադրություն դարձնում թատրոնները, չգիտեմ, տարբեր միջոցառումները, հեռուստաընկերությունները ինչու ոչ, հրատարակիչները, գրքիշապիկների դիզայնն է շատ փոխվել։ Իսկ ինչ տենդենսներ կան, օրինակ գրաֆիկ դիզայնի, վիզուալի աշխարհում, այժմ օրինակ բավականին շատ է փոխվում սոցիալական մեդիան, մեր վիզուալները, ունեք մի քանի տենդենսներ, որ այժմ ավելի հայտնի են եւ այսպեսի խորհուրդ Տեսեք, ես ինքս ասում եմ, որ տենդենսները պետք է իմանալ դրանց հակադրվելու համար։ Այս պահին չեմ ուզի, այո, չեմ ուզում ինչ-որ տենդենսներ բան անել։ Հիմա մեդիան ավելի շատ է թելադրում, հատկապես սոցիալական ցանցերի հնարավորությունները եւ միևնույն ժամանակ սահմանափակումները թելադրում են, թե դու ինչպիսի դիզայն պետք է անես կամ ինչ տեխնիկական տվյալներ պիտի ունենա ֆայլերդ կամ չգիտեմ նյութը որ դնում ես այդ գովազդի մեջ կամ չգիտեմ Facebook cover-ի մեջ ավելի շատ դա է որ թելադրում է բնականաբար դրանից ելնելով UI UX ոլորտն է շատ բան եղել, տրենդային դարձել։ Ես ավելի ավանդականին եմ հակված, որովհետև դասական մեթոդներով, որովհետև մարդու միջամտությունը, մարդու ոնց որ խաղը պոստերի կամ գրքի շապիկի կամ որևէ դիզայնի մեջ, այսինքն քո ներկայությունը որպես դերակատար շատ կարևորում եմ մի քիչ որ գալիս ենք արդեն արհեստական բանականություն, մի քիչ գնում ենք դեպի ավելի սոցիալական մեդիայի դիզայն, ավելի քչանում է այդ միջամտության հնարավորությունը։ Խոսեցիք ավանդույթներից, արդեն որերով ժողովածուն եք հրատարակում, կցանկանայինք նաև լսել այդ մասին, երբ եք նախատեսում հրատարակչությունը, ինչ եք ներկայացնելու մեր ընթերցողին։ Այո, տեղափոխվելուց ի վեր, քանի որ շատ հետաքրքիր բանի բախվեցի, որ եթե չունես մի հասարակության հետ ընդհանուր հուշ, պատմելու բան, անցյալ, շատ դժվար է կոմունիկացիան, շատ դժվար է մեր հարևանների մասին է խոսքը, դարերով հարևանների ու միմյանց նկատմամբ բարյաց կամ տրամադրված։ Դրա համար ես նաև սկսեցի ֆոտո անել քաղաքը, Երևանը սկսեցի ֆոտո անել, որ սկսեմ քիչ-քիչ հասկանալ։ Հետո ասեցի մոտեցում եք քաղաքը։ Դե վիզուալ դաշտի մարդ եմ, վիզուալով եմ ես կարող հասկանալ կամ զրուցել։
շատ վաղուց սիրում էի որ իրանական պոեզիա թարգմանել, բնականաբար որ մասնագետ չեմ, որ գիտելիքս պակասում էր, բայց այնուամենայնիվ զգայական դաշտը կար, ամենակարևոր բանը։ Այո, զգայական դաշտը կար եւ սկսեցի, քանի որ Facebook-ը այդ հնարավորություն տալիս էր, կարճ բանաստեղծություններ թարգմանել, ամեն օր մի բանաստեղծություն ու post անել, որպես ստատուս, ու այդպես ոնց որ ալիքը մեծացավ։ Եվ ես որոշեցի, որ դա պետք է անեմ ժողովածու, ծնվեց առաջի ժողովածուն, իրանական կարճ պոեզիաների, արդի պոեզիաների, այսինքն հետհեղափոխական շրջանի բանաստեղծներ են, ոչ թե դասականներ, եւ դարձրեցի ժողովածու, առաջի հրատարակությունը 15 թվին էր եւ 10 տարի անց որոշեցի վերախմբագրել եւ վերահրատարակել, դրանով հանդես որ չէի ուզում վերահրատարակել եւ ամսի 4-ին մենք մեկնարկում ենք դա ներկայացնել արդեն մեր ընթերցողներին, ովքեր շատ կարծում եմ սպասում են։ Ամեն դեպքում լիքը նամակներ եմ ստանում, թե երբ կլինի վերահրատարակումը։ Ներկայացնում ենք, որ արդեն վերահրատարակումը կլինի ամսի 4-ից հոկտեմբերին։ Ձեզ հաջողություն ենք մաղթում ձեր բոլոր ձեռնարկություններում, ձեռնարկումներում, որոնք կարևոր են այո, եւ տենդենսների աշխարհում, գրաֆիկ դիզայնի եւ գրականության աշխարհում, այսինքն բազմապրոֆիլ դաշտը գրավել եք ոլորտը։ Այո, ես շարունակեք այդպես բազմաժանր ստեղծագործել։ Այո, շատ շնորհակալ եմ։ Միմյանց օգնում են, փոխօգնում են այդ ոլորտները ստեղծության։ Եվ ուրախ ենք, որ մեր հեռուստադիտողը ես վստահ եմ տարբեր գրքեր կարդացել է, փաստորեն որոնց շաբիկների հեղինակը դուք եք եւ նրանց առիթ ընձեռվեց տեսնել ով է այդ ամենի հեղինակը։ Շատ շնորհակալ։ Ձեզ լավ օր, լավ եղեք, շնորհակալ ենք։ Հաջողություն։ Շնորհակալ եմ, մերսի։ Այժմ մեր եթերում գովազդ է, մնացեք մեզ հետ։